Բարի օր, դուք Հենման կետում եք։ Ես կատարում եմ իմ խոստումները եւ այսօր դարձյալ իմ հյուրն է Գրիգոր Առաքելյանը։ Այսօր շատ հետաքրքիր թեմաներից ենք խոսելու։ Եվ իբրև առաջին թեմա, պարոն Առաքելյան, խնդրում եմ ներկայացրեք ձեր տեսակետը եկեղեցի, պետություն, իրավահարաբերությունների մասին։ Մենք շատ վերջերս այդ թեմաներով շատ ենք խոսում, բայց կարծես թե սահում ենք այսպես մակերեսով անդրադառնում ենք ավելի շատ քաղաքական խնդիրներին, նաև տարատեսակ այդ խնդիրներից բխող եւ այդ խնդիրների հետևանք իրավիճակներին, բայց եկեք նախ պարզենք, հա, եկեղեցին եւ պետությունը իրար հետ այս պահին ինչ հարաբերությունների մեջ են։ Վերջին հաշվով ինչ կարգավիճակ ունի հայ առաքելական եկեղեցին։ Շնորհակալություն հրավերի համար։ Եկեղեցի եւ պետություն փոխհարաբերությունները դրանք շատ նուրբ, շատ զգայական բնույթ կրող հարաբերություններ են, որոնց մասին միշտ խուսափել եմ խոսել հրապարակայնորեն, սակայն ստիպված եմ, որովհետև հրապարակային դաշտում, մեդիա դաշտում այնպիսի կեղծ տեղեկատվություն է սփռված, որ հասարակությանը այդ տեղեկատվությունը ապակողմնորոշում է։ Ես ստիպված պետք է անդրադառնամ որոշակի հարցերի կապված եկեղեցու տեղի եւ դերի նրա նշանակությանը հայ ազգի կյանքում եւ իրավակարգավորումներին, եկեղեցուն վերաբերող ներկայումս գործող իրավակարգավորումներին։ Լուրջ բացահայտումներ ենք անելու իրականում եւ շատ հետաքրքիր եթեր լինելու վստահեցնում եմ ձեզ։ Ու սկսենք հետեւյալից։ Նախ ցանկանում եմ նշել, որ եկեղեցուն վերաբերող նորմատիվ իրավական բազան նոր չի ձևավորվել։ 1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը եւ դրանով սկիզբ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացին, ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Հետաքրքիրը նա է, որ մինչև անկախության հանրաքվեն, մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, այդ ընթացքում առաջին ընդունված օրենքներից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված առաջին օրենքներից մեկը եղել է խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, որը ընդունվել է 91 թվականի ուժի մեջ է մտել հունիսի 17-ին։ Այս օրենքով տրվել են արդեն իսկ որոշակի իրավակարգավորումներ, որով որ կարգավորվել են պետություն եկեղեցի իրավահարաբերությունները։ Մասնավորապես այդ օրենքով օրինակ ընդգծվել է, ճանաչվել է հայաստանյաց առաքելական եկեղեցին ճանաչվել է որպես մեջբերում եմ հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգևոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար։ Նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են հայաստանյաց առաքելական եկեղեցին, փակագծերի մեջ նշվել է հայ եկեղեցի իր ավանդական կազմակերպություններով։ Ինչու է հենց այս սահմանումով պետությունը նշանակում է ավանդական կազմակերպությունները, փորձենք մի քիչ բացել։ Տեսեք, նույն հոդվածով նաև նշվել է, որ կրոնական այլ կազմակերպություններ եւս կարող են գործել Հայաստանի Հանրապետությունում, սակայն առանձնացնելով հայ եկեղեցու բացառիկ դերը, եկեղեցի որպես այդպիսին այդ տերմինի կիրառումը մեզ հանրային ընկալման մեջ փորձ է արվել ձևավորել հայ եկեղեցի, այո, հայաստանյաց առաքել, այսինքն 90 թվականից սկսված մեր պետությունը բացառիկ եւ առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել հայաստանյաց առաքելական եկեղեցուն եւ մինչեւ օրս ցանկանում եմ սա եւս ընդգծել։ Հիմա հաջորդը կարևոր է ընդգծել, որ այս օրենքը ուրեմն ընդունվել է մինչև անկախության հանրաքվեն եւ գործում է մինչև օրս։ Սրանով կարգավորվում են այդ հարաբերությունները։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն վերաբերող սահմանադրական իրավակարգավորումները հետաքրքիր է, որ տեղ չեն գտել 95 թվականի սահմանադրությունում, այլ առաջին անգամ սահմանադրաիրավական կարգավորման են ենթարկվել 2005 թվականի դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտած սահմանադրության
8.1 հոդվածով, որով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվել են նաև օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Բացի այդ, սահմանվել է հստակ, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Ըստ այդմ 2007 թվականին, ուրեմն ապրիլի 7-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը, այսինքն այդ օրենքն էլ մենք ունենք արդեն իսկ 2007 թվականից, որով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները սահմանված են իմ կողմից հիշատակած այն 90 թվականից ուժի մեջ գտնվող խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքով, այլ օրենքներով, միջազգային պայմանագրերով եւ այլն։ Ստեղ կարևոր է, բացի այդ հենց նույն, ուրեմն Եթե ամփոփենք ձեր ներկայացրած իրավական տեղեկանքը, այնուամենայնիվ հայ առաքելական եկեղեցին այսօր ինչ կարգավիճակ ունի։ Ես գիտեք ինչն եմ ուզում իմանալ, բավականաչափ գույք սեփականություն կա, ում է պատկանում այդ գույքը սեփականությունը, եկեղեցին հանդես է գալիս իբրև իրավաբանական անձ, իբրև ֆիզիկական անձ, պետռեգիստրում գրանցումը ինչպես է գրանցված։ Այո, ավարտելով նախկին միտքս այս մի միտքն էլ ասեմ, որ եկեղեցու եւ պետության փոխհարաբերությունները կրկին անգամ հաստատվել են արդեն 15 թվականի սահմանադրությամբ եւ այստեղ կրկին ամրագրվել է այն դրույթը, որ եկեղեցին եւ պետությունը միմյանցից անջատ են։ Մեկը մյուսի գործերում աշխարհիկ պետություն ունենք, այո։ Հիմա անդրադառնալով ձեր վերջին հնչեցրած հայցին, ես ճիշտ ասած այս հարցին չէի ցանկանա անդրադառնալ, եթե 3 առաջի օրը Alpha News ինչ որ տենց լրատվական ալիքով լուրերի ծրագրով Woman, ուրեմն Հայկ Խալացյան լրագրող Մոսկվայից մտնելով եթեր քննադատեց այսօրվա հայաստանյան իշխանություններին այն բանի համար, որ ԱԱԾ աշխատակիցներ են գործուղել Գյումրիի 7 վերք եկեղեցի եւ կարծես թե ստիպողաբար, եթե չեմ սխալվում, տենց բառացի չցիտեմ, պարզապես միտքը դա էր։ Այսինքն եկեղեցու սպասավորների, հոգևոր սպասավորների ձեռքից վերցրել են բանալիները եւ նշեց, որ դրանով խախտվել է եկեղեցու սեփականության իրավունքը։ Ես ձեզ ասեմ, որ Հայկ Խալացյանը այդտեղ թեթևակի չափազանցեցնում է, որովհետեւ նույն այդ 7 վերք եկեղեցու հոգևորականներ իրենք էին հանդես եկել հայտարարությամբ, որ իրենք փակել են գնացել են, իրենք որևէ բանալի որևէ մեկին չեն տվել, ուղղակի գրել են ովքեր են դուռը փակել գնացել։ Պես ինչ-որ բանալի վերցնել, բացել, փակել են։ Մեղմ ասած, այդտեղ խնդիրը թերևս վերաբերում է եկեղեցու բռնազավթմանը, որը հետագայում այդպես բնորոշեցին տարատեսակ ուժերը, որոնք նաև իրենք իրենց քաղբանտարկյալ են բնորոշում, բայց դա կարծում եմ մեր ընդհանուր երևույթների, հասկացությունների վերասերման, այլասերման ու գերքաղաքականացման հետևանք։ Այդ հայտարարության մեջ բանալի բառը դա սեփականության իրավունքի խախտումն էր, այդ բառակապակցությունն էր։ Այդ արտահայտությունը ինձ ստիպեց անդրադառնալ սեփականությանը, իրավաբանական ինչ-որ ուսումնասիրություն իրականացնել եւ մի հատ իրավական, պատմաիրավական էքսկուրս անել նախկինում գործած իրավական նորմերի շրջանակում եկեղեցուն վերաբերող եւ ուսումնասիրել ներկայումս տիրող իրավիճակը։ Ուսումնասիրելով պետական ռեգիստրի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում առկա տեղեկատվությունը, որը իդեպ հանրամատչելի է, ցանկացած հետաքրքրված անձ կարող է մուտք գործել այդ համակարգ եւ բանալի բառը գրելով, օրինակ եկեղեցի բառը, պարզել թե որքան կրոնական կազմակերպություններ, որոնց անվան մեջ կա եկեղեցի բառը, գրանցում են ստացել ռեգիստրի կողմից։ Ըստ այդմ, երբ որ դա ուսումնասիրեցի ես, ուրեմն պարզվեց, որ
Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպությունը ռեգիստրում գրանցվել է 2011 թվականի դեկտեմբերի 7-ից, եթե չեմ սխալվում։ Այդ տեղեկատվությունը համադրելով Arlis տեղեկատվական համակարգում օրինակ առկա նորմատիվ իրավական ակտերի բազայի հետ, այսինքն կառավարության կողմից ընդունված եկեղեցուն վերաբերող նորմատիվ իրավական ակտերին է վերաբերվում խոսքը, դրանց հետ համադրելով պարզվում է, որ մինչև եկեղեցու պաշտոնական գրանցումը Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն նվիրաբերել է հարյուրավոր եկեղեցիներ, թե գործող, թե չգործող պատմամշակութային հուշարձան հանդիսացող, եւ հիմա ինձ մոտ հարց է առաջանում իրավական տեսակետից այդ գույքը եկեղեցիները ինչպես են ում անունով են պետական գրանցման ենթարկվել կադաստրի կոմիտեի կողմից, եթե կրոնական կազմակերպությունը գրանցված է եղել 11 թվականին։ Էլեմենտար լրագրողական, չգիտեմ ինչու, ինձ մոտ համոզմունք կա, իմ կարծիքով, էլեմենտար լրագրողական հետաքննությունը, եթե մի հատ հարցում կատարվի կադաստրի կոմիտեին, կստանա մի պատասխան, որ չի բացառվում, որ այդ գույքի մեծ մասը սեփականության իրավունքով գրանցված լինեն ինչպես բարձրաստիճան հոգևորականների, այնպես էլ հենց նույն եկեղեցու առաջնորդի Կտրիչ Ներսիսյանի անվամբ։ Ես Կտրիչ Ներսիսյան անուն-ազգանունը կիրառում եմ ոչ այն պատճառով, որ ունեմ ինչ-որ հակակրանք այդ անձի նկատմամբ, այլ սեփականության իրավունքը գրանցելիս չի կարող գրանցվել օրինակ Գարեգին II-ի անվամբ, այլ իր աշխարհիկ անունով պետք է Ավազանի անունով, հասկանալի է։ Ես չգիտեմ Ավազանի անունը թե ինչ, բայց ամեն դեպքում պետք է այդ ազգանունով գրանցված լինի։ Եվ այստեղ խնդիրը չի վերաբերում միայն եկեղեցիներին որպես շինություններ, այստեղ խնդիրը վերաբերում է նաև եկեղեցապատկան այլ գույքին։ Դրանք են հողամասերը, դրանք կան նաև գումարային շրջանառություններ, բարեգործություններ։ Հետաքրքիրը նաև նա է, որ հետաքրքիր զուգադիպություն ասեմ, տեսեք այսօրեական իշխանությունները պարբերաբար քննադատվում են եկեղեցուն ինչ-որ հալածանքների ենթարկելու, եկեղեցու գործունեությանը խոչընդոտելու, միջամտելու համար, բայց նույն էլի այդ նորմատիվ իրավական ակտերի բազան ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ մինչև օրս, օրինակ նորմատիվ իրավական ակտերը, որոնք ընդունել է պետությունը, կառավարությունը եկեղեցու վերաբերյալ, թվով մոտ 65-ն են։ Այսինքն գույքի նվիրաբերություն, որոշակի ծրագրերի հաստատում կառավարության կողմից, եւ պատկերացրեք, օրինակ ձեր տպավորությամբ այդ 65-ից քանիսն են ընդունվել օրինակ մինչև ընդ որում եկեղեցու գործունեությանը, հոգևոր գործունեությանը նպաստող նորմատիվ իրավական ակտերի մասն է խոսքը։ Եվ հարց եմ ձեզ հնչեցնում, դեր կարծիքով օրինակ որ քանիսն են ընդունվել մինչև 18 թվականը եւ դրանցից քանիսը 18 թվականից հետո։ Անկեղծ ասած ես չեմ կարող ձեր հարցին ճշգրիտ թվերով պատասխանել, բայց ես էլ ուզում եմ բարձրաձայնել այն, ինչ հրապարակել է Հայ առաքելական եկեղեցին, առայն որ դեռ Վազգեն առաջին վեհափառի օրոք եկեղեցու սահմանադրության մշակման աշխատանքները սկսվել են, Գարեգին Ա, ապա նաև Գարեգին Բ վեհափառների օրոք բավականին աշխատանք է կատարվել, եկեղեցին ունի իր կանոնադրությունը, եկեղեցին այսօր կառավարվում է իր կանոնադրությամբ եւ վեհափառի կոնդակներով, բայց նաև շարունակվում են աշխատանքները եկեղեցու սահմանադրության վրա, այսինքն մասնախմբեր են գործում, ես այդ մասնախմբերի անկեղծ ասած աշխատանքին դեռ այն ժամանակ Գարեգին Ա, ապա նաև Գարեգին Բ վեհափառների պաշտոնակալման սկզբնական ժամանակներում իբրև լրագրող լավ հետևել եմ, նույնիսկ լուսաբանել եմ, ինչ հավաքվեցին, ինչ արեցին ազգային եկեղեցական ժողովները, ինչ որոշումներ ընդունեցին, բայց 2012-2014 թվականներից հետո կարծես թե այդ աշխատանքները դադարեցին։ Այսօր Հայ առաքելական եկեղեցին հայտարարում է, որ
պետք է շարունակվեր, ազգային եկեղեցական ժողով պետք է հրավիրվեր, բայց նախ կորոնավարակը, հետո պատերազմը, այդ ամեն ինչը կարծես թե պարապուրտի, տեղապտույտի մատնեց եւ հույս են հայտնում, որ այնուամենայնիվ ազգային եկեղեցական ժողովը հնարավոր կլինի հրավիրել, եթե հիշում եք ամսի 10-ին պետք է տեղի ունենար, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, այսինքն եկեղեցին կարծես թե տեղից շարժվում է, եկեղեցին փորձում է ինքը իր ներքին խնդիրները, բացի նրանից, որ դուք հիշատակեցիք պետությունը, սահմանադրությունը, այդ իրավական ակտերը, նորմերը եւ այլն, եկեղեցին էլ կարծես փորձում է իր աշխատանքները կանոնակարգել, բայց ամբողջ հարցը այն է, թե ինչ ուղղությամբ։ Հարցը այն է, թե եկեղեցի պետությունը այդ փոխհարաբերությունները վերջին հաշվով ինչ հիմքի վրա են դրվելու եւ արդյոք այդ եկեղեցի պետություն հարաբերությունների հիմքում դրված է լինելու գերագույն մեկ շահ, հավատացյալի շահը, որտեղ ակնհայտ է, որ հայ առաքելական եկեղեցին այսօր հավատացյալից կտրված է, որտեղ մենք ենք գնում դեպի եկեղեցի, աշխարհի շատ եկեղեցիներ արդեն հասկացել են 21-րդ դարում եկեղեցին պետք է գնա դեպի հավատացյալը։ Գիտեք, եկեղեցի եւ պետություն, պետական իշխանություն առճակատումը որևէ մեկիս օգուտ չի բերում։ Դրա արդյունքում տուժում է թե մեկը եւ թե մյուսը։ Միանշանակ։ Տեսեք, դա ոչ մեկիս պատիվ չի բերում։ Առավել եւս ինձ համար որպես իրավաբանի անհասկանալի է այդ առճակատումը, առավել եւս այն պայմաններում, որ այդ հարաբերությունները հստակ իրավական կարգավորման ենթարկվել են։ Այսինքն անգամ ներկայումս քանչելի բնորոշեցիք որպես իրավաբանի, այ եթե դուք փորձեիք այնուամենայնիվ քաղաքական ասպարեզ մտնել, ձեզ համար իրավաբանական հարցերը այնուամենայնիվ կմնային ստանում եք դեպի քաղաքական դաշտ դա իմ գերագույն նպատակն է։ Ես փորձեմ նաև քաղաքական գնահատական տալ։ Տեսեք, իրավականը զուգորդեմ քաղաքական գնահատականով։ Ինչի հետ մենք գործ ունենք։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օրենքը հստակ տարանջատում է պետության եւ եկեղեցու դերակատարումները։ Հստակ ներկայումս իմ վկայակոչած օրենքներով եւ սահմանադրությամբ հստակ կա սահմանում, որ եկեղեցին չպետք է միջամտի պետական կառավարմանը, իսկ պետությունը չի միջամտում եկեղեցու կրոնական կազմակերպության ներքին գործերին։ Այնուամենայնիվ, տեսեք, այս եկեղեցու եւ պետական կառավարման միջեւ երբ անջրպետը առաջացավ, երբ որ եկեղեցու բարձրաստիճան սպասավորներից մեկը, սրբազաններից մեկը իր պարանոցից կախելով հսկայական խաչը, օգտվելով իր զբաղեցրած հոգևոր բարձր դիրքից, վեհապարի հովանու ներքո որոշեց, որ պետք է քայլելով գա Կիրանցից հասնի Երևան եւ մի կես ժամվա մեջ ձևակերպի քաղաքական պահանջ վարչապետի հրաժարականի եւ սա ինչ է, եթե ոչ պետական կառավարմանը ուղիղ միջամտություն բարձրաստիճան հոգևորականի կողմից։ Այստեղ արդեն խաթարվեց։ Մյուս սրբազանը հայտարարում է, որ անհրաժեշտ է հեղաշրջում կատարել, հա, եթե չեմ սխալվում, հա, եւ չի էլ հրաժարվում իր խոսքերից։ Ինչ է սա նշանակում։ Եթե դուք մեր եկեղեցու ներկայացուցիչներն եք, մենք ձեզ հարգում ենք, ընդունում ենք, ինչու եք դուք խախտում իրավակարգը։ Ինչու եք անում գործողություններ, որոնք չեն բխում ձեր կարգավիճակից։ Ձեր կարծիքով իրենք չգիտեն, որ սա արգելված է։ Իրենք միանշանակ գիտեն, ես դրա համար եմ ասում, որ այդ ձեր այդ բոլոր ասած իրավական նորմերը ցավալիորեն դադարեցին գործել այն ժամանակ, երբ եկեղեցին մտավ քաղաքականության մեջ եւ ձեր նշած հոգեվորականները Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Միքայել arczepiskopos Աջապահյանը չհրաժարվեցին իրենց կրոնական կոչումից, այսինքն խաչը չհանեցին պարանոցներից, սքեմը չհանեցին, շարունակեցին մնալ arczepiskoposներ ու մտան քաղաքականություն, այստեղ արդեն ձեր ասած պետական կառավարմանը միջամտեցին, որի իրավունքը եկեղեցին միանշանակ չունի, բայց դա հարուցեց նաև այն, որ իշխանությունը արդեն իրեն իրավունք վերապահեց եկեղեցի մտնելու, սա է այսօր ստեղծված իրավիճակը։ Իրականում այո, բարդ է իրավիճակը եւ հետաքրքրաշարժ է նաև մեկնաբանությունները տեղի ունեցողի
ընդդիմադիր դաշտում պարբերաբար հնչում են կարծիքներ, որ այս ամեն ինչը արվում է, որպեսզի արևմտյան աղանդավորական եկեղեցիներին իրավունքները ընդլայնվեն, բերեն, մուտք գործեն։ Կարծես նոր պիտի գան։ Ես ուղիղ կերպով հայտարարում եմ, որ սա մանիպուլյատիվ բնույթի հայտարարություններ են, եւ իմ այս հայտարարությունը հիմնավորում եմ էլի նույն ռեգիստրում արկա հանրամատչելի տեղեկատվությամբ։ Օրինակ, եթե թույլ տաք ես մի երկու բան բացեմ, տեսեք, ես արդեն իսկ նշեցի, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ռեգիստրում գրանցվել է 11 թվականի դեկտեմբերի 7-ին, ճիշտ է։ Այո։ Օրինակ, հիմա հասկանանք, երբ է օրինակ պետական գրանցում ստացել հայ կաթողիկե եկեղեցի կրոնական կազմակերպությունը, խնդրեմ, 2009 թվականի ապրիլի 3-ին, երբ է մի րոպե ստեղ։ Այսինքն ձեր ասած այդ տվյալները հիմնավորում են, որ կրոնական այլ կազմակերպություններ, հարահայտ այդ որ հայտնի կյանքի խոսք կրոնական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 2005 թվականի ապրիլի 4-ին։ Ու այսպես բազմաթիվ, հասկանում եք, բազմաթիվ կրոնական կազմակերպություններ անգամ ավելի շուտ են գրանցվել այս պետությունում, գրանցվել են թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածում, ու այսօր այդ մարդկանց ենթակայությամբ գործող ճակերտավոր ընդդիմադիր քաղաքական ուժերը այսօր եկել են դա դարձրել են մատի փաթաթան, ասում են դուք ուզում եք վերեք, ես գործող իշխանությունների փաստաբանը չեմ, բայց պետք է լավին լավ ասել, վատին վատ, ժողովուրդ ջան։ Մենք ճշմարտության փաստաբանն 2018 թվականից, այս իմ հարցի պատասխանին անդրադառնամ, որ ասի 65-ից քանիսն են ընդունել գործող իշխանությունը եւ քանիսն են ի նպաստ եկեղեցու ընդունել նորմատիվ ակտեր մինչեւ 18 թվականը։ Մոտ 15-ը ընդունվել է մինչև 18 թվականը եկեղեցուն ի նպաստավոր նորմատիվ ակտերը, 18 թվականից մինչև 24 թվականի հուլիս թե օգոստոս ընդունվել է մոտ 50 նորմատիվ իրավական ակտ, որոնցով պետությունը հաստատել է փոխվարչապետի որոշումների մակարդակով, եթե չեմ սխալվում, եկեղեցուն նպաստ բերող ծրագրերը, բարեգործական ուրեմն այդ հանգանակությունների ծրագրերը ու տենց շատ են էլի, հիմա ես դրանց հերթով իմաստ էլ չունի դրանց հերթով անդրադառնալ, որտեղ մեր հաղորդման ժամանակը կսպառվի դրանով։ Ամեն դեպքում այս թեման եզրափակելով ես ուզում եմ ասել հետևյալը, որ ես ինքս հանդիսանում եմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, ես քրիստոնյա եմ, ես մկրտվել եմ Սուրբ Սարգիս եկեղեցում, Տեր Հայկազունի ձեռամբ Եվ շատ մեծ ցավ եմ, ես ունեմ ընկերներ, եղբայրներ հոգևորական դասում եւ ես մեծ ցավ եմ ապրում, որ այսօր այս իրականության մեջ մենք ականատես ենք լինում այս առճակատմանը։ Ես հուսով եմ, որ մեր վեհապարը ամեն դեպքում կգտնվի իր վեհության մեջ եւ կգտնի այն իմաստությունը, որպեսզի ինքը փորձի իր նախաձեռնությամբ հանգուցալուծի այս ստեղծված իրավիճակը։ Սա մեր պետությանը օգուտ չի բերում այս իրավիճակը։ Սա օգուտ չի բերում նաև հայ առաքելական եկեղեցուն միանշանակ։ Հուսանք, որ ձեր ասածը կլինի մարգարեություն։ Մեկ բան էլ մեկ հարցի եմ էլի ուզում անդրադառնամ։ Տեսեք, երբ որ երկրի վարչապետը հնչեցրեց հետևյալ կարծիքը, որ պետք է մեր հոգևորականները մարզերում սահմանամերձ գոտում ծառայող հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորական օգտվեն սոցիալական երաշխիքներից եւ այլ եւ այլ։ Դա իմ կարծիքով մի քիչ պարզաբանման կարիք ունի, որպեսզի հանրությունն էլ դա ճիշտ ընկալի։ Այդ սոցիալական երաշխիքները վերաբերում են հետեւյալին։ Տեսեք, եկեղեցին օրենսդրությամբ այսօր ազատված է հարկերից եւ թուրքերից եւ դա պետք է շարունակվի, ես կարծում եմ։ Այո, իհարկե, բայց դրամական շարժերը պետք է տեսանելի լինեն պետությանը, քավլիցի, թող այդ ամեն ինչը էլի մնաց ձեզ պետք չի հարկել։ Բայց եթե հոգևորականը ծառայում է եւ աշխատավարձ է ստանում, օրինակ, այդ մարդը, օրինակ, մարզում աշխատող հոգևորականը պետք է վճարի եկամտային հարկ, թե չէ։ Եվ արդյոք պետք է ունենա իրավունք հետ ստանալու եկամտային հարկը եւ իր ծառայության վայրում առնվազն եկամտահարկի վերադարձի մասին օրենքի շրջանակներում հիպոթեկով մի հատ բնակարան ձեռք բերի տուն։
Վաղը մի սոր իրավունք ունի այդ մարդը, օրինակ հասնելով կենսաթոշակի տարիքի, օգտվելու այդ սոցիալական երաշխիքը մարդը հոսոված չի մահանալու։ Այդ մարդը պետքա, չէ, ո՞նց է դա կատարվում, էլի։ Ոնց կարող է ինձ համար որպես իրավաբանի անհասկանալի է, թե ինչպես կարող է մի պետության մեջ, պետական համակարգում, պետության սահմաններում գործի մի կառույց, որի գործունեությունը տեսանելի չլինի պետության համար։ Ես մեկ այդպիսի կառույցի եմ ճանաչում պատմականորեն, դա ամերիկյան կազմակերպված հանցագործունեություններ, ճակերտավոր մաֆիա կոչվածը, որը որևէ կերպ չէր առերեսվում պետական իշխանությանը։ Ես հեռու եմ այն մտքից, որ մեր եկեղեցին պետք է ընկալվի այդ տրամաբանությամբ, որովհետև մեր եկեղեցին դա մեր ազգային արժեքն է, նա ունի բացառիկ դեր մեր ժողովրդի կյանքում եւ այն պետք է պահպանի իր դերն ու նշանակությունը։ Առավել եւս այսօրվա այս քաոտիկ, չգիտեմ, աղանդավորական շարժումների առումով ես էլի եմ ասում, հուսով եմ, որ այս հարցը կհանգուցալուծվի եւ Ես կարծում եմ, որ դուք ճշգրիտ բնորոշումներ տվեցիք եւ եկեղեցին որքան էլ որ գնահատենք իր դերը ոչ միայն այսօր, այլև այս մեր պետականություն չունեցած հարյուրամյակներում եկեղեցին որևէ պարագայում չի կարող լինել պետության մեջ։ Եվ այն բոլոր մուտքերը, այն բոլոր ելքերը դրամական այնուամենայնիվ պետք է արձանագրվեն, սա միանշանակ է։ Բայց սա ինչպես դուք նշեցիք, չի նշանակում, որ եկեղեցին պետք է բոլոր մյուս կառույցների պես հարգվի, գումարները չվերադարձվեն, որովհետև եկեղեցին այո ունի իր առանձնահատուկ դերը, խոնարհված եկեղեցիների վերականգնումը, սոցիալական ծրագրերը, ցանկացած հոգևորական ունի նաև քաղաքացի է եւ ունի նաև իրավունքներ ու պարտականություններ, այո, բուժ ապահովագրությունից առողջապահության ապահովագրությունից պետք է օգտվի, կենսաթոշակ պետք է ստանա ու բոլոր, ասենք, այն ծրագրերը, որոնք Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հասու են, ինչու պետք է հոգևորականը դրանից զրկված լինի։ Ավելին, ինչու հոգևորականը չպետք է աշխատավարձ ստանա իր աշխատանքի դիմաց։ Սրանք խնդիրներ են, որ այսօր պետությունը եւ եկեղեցին իրար այդ բանավիճելու տեղ ընդհանրապես չպետք է ունենան։ Ու քաղաքականությունը այն հիբրիդային պատերազմը, որ այսօր որի մեջ փորձում են ներքաշել են եկեղեցուն ու փորձում են ներքաշել նաև պետությանը առճակատման նպատակով, մենք սրան պետք է վերջ դնենք եւ դա պետք է վերջ դրվի երկկողմանի։ Սա ձեր նշած հիմնախնդիրներին վերջ տալը կամ լուծում գտնելը դրանց շատ կարևոր է նաև մեկ այլ ասպեկտի առումով։ Տեսեք, մենք ունենք մեծ սփյուռք հայկական, կարողունակ մարդիկ, ովքեր որ մշտապես բարեգործություններով օգնել օժանդակել են եկեղեցուն եւ շարունակելու են եւ տա Աստված էլ ավելի աջակցեն մեր եկեղեցաշինությանը, մեր ավերված եկեղեցիների վերականգնմանը, բայց իրավական տեսակետից բարեգործին ձեռնտու է, որպեսզի իր կողմից որպես բարեգործություն փոխանցված գումարը լինի տեսանելի։ Ի վերջո դա միջազգային փորձ է։ Միանշանակ հարկերից ազատվելու, տարբեր արտոնություններ ստանալու։ Այո, հարկերից նվազեցվում է բարեգործության գումարը։ Հետևաբար, եթե բարեգործ այդ գումարը փոխանցում է պետականորեն գրանցված կազմակերպության, պետության համար տեսանելի կազմակերպության հաշիվներին, ինքը իր երկրում կարողանալու է դա ցույց տալ եւ հիմնավորել, որ սա բարեգործություն է եւ օգտվել այդ հնարավորությունից։ Ու ես վստահ եմ, որ այս փոփոխությունները եթե տեղի ունենան, եկեղեցու ուղղված բարեգործության չափը շեշտակիորեն ֆինանսական հոսքերի թափանցիկությունը շեշտակիորեն ավելանալու է։ Ես մեծ ցավ եմ ապրում, երբ որ մեր մարզերում գնում ենք, տեսնում ենք հարյուրավոր ավերակ եկեղեցիներ ունենք, որոնք անմխիթար վիճակում պետությունը, թե եկեղեցին չունի այդ միջոցները դրանք վերականգնելու։ Պետությունն էլ է զգուշանում այդտեղ արդեն դժվարանում այդ եկեղեցի պետություն փոխհարաբերությունների մեջ մեկը, այսինքն եկեղեցուն աջակցելուն դժվարանում է, որովհետև եթե թափանցիկ չէ, պարզ չէ, այսինքն վերահսկողական մեխանիզմներն են բացակայում այդտեղ, պետք է այդ հարցերը կարգավորվի։
Միանշանակ, գիտեք, ես ուզում եմ մենք մի քիչ էլ խոսենք նաև դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններից։ Սա թերևս ձեզ ավելի շատ հոգեհարազատ ու ձեզ ավելի ինչ ասեմ, դատական համակարգ։ Այո, դատական համակարգ։ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի աքիլեսյան գարշապարը։ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի աքիլեսյան գարշապարը որքան պետք է մնա դատական համակարգը։ Դե ֆակտո մենք այսօր ունենք իրավիճակ եւ դատական համակարգի նկատմամբ թող ինձ բոլոր դատավորները, դատախազները, չգիտեմ, իրավապահները, փաստաբանները, համակարգում ընդգրկված բոլոր պաշտոնյաները ներեն, բայց իրենց նկատմամբ կա վստահության շատ մեծ դեֆիցիտ։ Հիմա այդ վստահության դեֆիցիտը ոնց ենք մենք լցնելու, որովհետև ստացվում է պատկեր, որ այստեղ էլ խզում կա եւ խզումը շատ հաճախ նաեւ ոչ այնքան սուբյեկտիվ, որքան օբյեկտիվ պատճառներ ունի։ Հնարավոր է դա օրենքներով կարգավորել, հնարավոր է բարեփոխել կազմակերպական փոփոխությունների միջոցով այդ հարցերը լուծել։ Վերջին հաշվով երբ են արագանալու, այս արդեն տալիս եմ գործնական շատ ուտիլիտար թերևս հարց, երբ են արագանալու այդ դատական process-ները։ Նախաքննությունից դատաքննություն, դատաքննությունից մինչև դատարանի վճիռ մարդը մի կյանք ապրում է։ Ու շատ հաճախ այնպես է ստացվում, որ այդ արդեն մինչև նախաքննությունից հասնում ես վճիռ, վաղեմության ժամկետ հասկացությունն է մեջտեղ գալիս ու ամեն ինչ ոնց որ թե ինչ ասեմ, Դանայան տակառն է լսվում այդ ամբողջ աշխատանքը։ Վերջ առաջ այս խնդիրները կարգավորելու ինչ գործընթացի մեջ ենք մենք հիմա այս բոլոր, բայց այս բոլորը խնդրում եմ մտապահեք, ես շատ երկար հարցեր եմ տալիս, խնդրում եմ այս ամեն ինչը մտապահեք անդրադառնալու համար ու հիմա սկսենք այդ համաներման հարցից, որտեվ սա եւս դատական համակարգի այդ աքիլեսյան գարշապարի խնդիրներից մեկն է։ Մենք համաներումը որպես այդպիսին համաներման գաղափար, նաեւ իբրև քրիստոնյա, նաեւ իբրև իրավաբան, այդ համաներման գաղափարը ինչու ենք փորձում դնել նախագահի գզրոցներում, ինչու չենք փորձում արդարադատության համակարգում այդ հարցին լուծում տալ։ Ես ճիշտ ասած քիչ առաջ կրկին ուսումնասիրեցի նորմատիվ իրավական ակտեր, այսինքն փորձեցի հասկանամ վերջին համաներումը երբ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում եւ պարզվեց, որ 21 թվականից հետո մենք համաներման հետ գործ չենք ունեցել։ Ես կարծում եմ, որ համաներումը պետք է իրականացվի բոլոր բնագավառներում, ինչպես վարչական իրավախախտումների մասով, այնպես էլ քրեաիրավական արարքների վերաբերյալ համաներում պետք է իրականացվի, օրինակ ոչ մեծ ծանրության միջին ծանրության հանցանք կատարած անձանց նկատմամբ պետք է Գուցե նաև դա կնպաստի բամպերի համենայն դեպս կալանավայրերի որոշակի թվով։ Տիկին Ադամյան, Հանրապետություն կուսակցությունը հստակ ունի առաջարկ այդ առումով։ Օրինակ, եթե մենք այսօր լինեինք իշխանություն, մենք արդեն իսկ կնախաձեռնեինք այդ օրենքի նախագիծը, որովհետև Սահմանադրության 117-րդ հոդվածը սահմանում է, որ համաներումը իրականացվում է ազգային ժողովի կողմից օրենքի ընդունման ձևաչափով եւ այդ օրենքի նախագիծը ազգային ժողով պետք է ներկայացնի կառավարությունը։ Հիմա հատկապես կարևոր է, որպեսզի համաներումը տեղի ունենա, մարդկանց մոտ ստեղծվի լավ տրամադրություն մինչև 26 թվականի ընտրություններ, սա շատ կարևոր է։ Առավել եւս արդեն մոտ 4 տարի համաներում տեղի չի ունեցել եւ հիշում եք ներկայիս վարչապետը մինչև իշխանության գալը պայքարում էր կարմիր գծերի տուգանքների եւ այլ, երբ իշխանափոխությունը տեղի ունեցավ, այդ համաներումը կայացավ շատ անմիջապես եւ հազարավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ թեթևացան այդ տուգանքներից, կարծում եմ հասունացել է այդ պահը եւ Հանրապետություն կուսակցությունը առաջարկում է գործող իշխանություններին նախաձեռնել
օրենքի նախագծի ընդունում, որը կվերաբերի ինչպես այդ տուգանքներին, չգիտեմ, կարմիր գծեր, վարչական ցանկացած իրավախախտումների շրջանակը կքննարկվի իհարկե։ Իրենք իշխանության մեջ գտնվող անձինք կքննարկեն եւ համատարած մի հատ համաներում է պետք, այո, մենք էլ կմասնակցենք մեր հնարավորությունների շրջանակում եւ այո, մենք առաջարկում ենք ընդունել օրենք համաներման մասին։ Համաներումը պետք է վերաբերվի ինչպես վարչական իրավախախտումներին, այսինքն մարդկանց այդ տուժուտուգանքներից ազատվեն, պետք է վերաբերի նաև քրեական արարքների համար դատապարտված պատիժը կրող անձանց քրեակատարողական հիմնարկներում այդ մարդկանց արարքների համար պատիժը օրինակ պատժից ազատելուն, ինչը կթեթևացնի, ինչը շեշտակիորեն կթեթևացնի քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը, ինչը որ մենք այսօր ունենք, ինչպես նաև պետք է վերաբերվի ուրեմն քրեորեն պատժելի արարք կատարած անձանց, որոնք դեռևս չեն դատապարտվել ազատազրկման, այսինքն նրանց վերաբերյալ քրեական վարույթները դեռևս ընթացքում են։ Այսինքն եթե այդ արարքները ոչ մեծ ծանրության են կամ միջին ծանրության են եւ դրանց համար պատիժը օրինակ սահմանված է մինչեւ դատարանների գործը, շեշտակիորեն ես ձեզ վստահեցնում եմ, այսօր մեր քննչական մարմինների դատախազության, դատարանների ծանրաբեռնվածությունը սարսափելի է։ Քննիչների վարույթում գտնվում են մոտ 150 քրեական վարույթներ։ Երբ որ ես աշխատում էի իրավապահ համակարգում 15 տարի առաջ, այն ժամանակ քննիչի վարույթում 7-8 գործի առկայությունը արդեն իսկ համարվում էր բարձր ծանրաբեռնվածություն։ Համատականի համար եմ այս թվերը ասում։ Դուք պատկերացրեք, մեկ քննիչի վարույթում քննվում է 150 քրեական վարույթ։ Դրա համար էլեմենտար է շատացել, թե քննիչների թիվն է կրճատվել։ Չէ, այստեղ օրենսդրական փոփոխությունների հետևանք է սա ամեն ինչը։ Խնդիրը նա է, որ օրենսդրական մակարդակով օրինակ նախկինում վարույթ իրականացնում էին նաև հետաքննիչները, հետաքննչական մարմին հասկացություն կար, հետո դա հետաքննություն հասկացությունը վերածվեց եւ այդ լիազորությունները կրկին վերապահվեցին քննչականին, այդտեղ ծանրաբեռնվածությունը ավելացավ եւ արդեն այն էլեմենտար արարքների համար անգամ հարուցվում են վարույթներ եւ խեղճ քննիչներ են հիմնական գործերը, օրինակ ես հենց հիմա օրինակ որպես փաստաբան ունեմ քննչականում քննվող գործ իմ հաղորդման հիման վրա հարուցված վարույթ, որը վերաբերում է պետությանը մոտ $1 միլիոն արժողությամբ գույք վերադարձնելուն, հենց հիմա։ Տեսեք ինչ շեշտակի թվեր եմ ես ասում։ Եվ այդ գործը 2.5 տարի է քննել է քննչականում, որովհետև քննիչները ֆիզիկապես իզորու չեն այդ գործերը քննել։ Հասկանում եք, պետք է տարանջատվի առավել կարևոր գործերը այն գործերից, որոնք ոչ մեծ ծանրության են, այսինքն պետականանպաստ ինչ է լինելու այդտեղ էլի, հանրային ինչ վտանգավոր։ Ըստ հանցատեսակների թերևս։ Համաներումը այդպես էլ արվում է։ Որպես կանոն համաներումը։ Եթե իրավաբանական լեզվից անցնենք, այսպես մարդկային սովորական հասկանալի լեզվին, թերևս նկատի ունեք ըստ հանցատեսակների կատարվում։ Ըստ իրենց ծանրության աստիճանի։ Ըստ իրենց ծանր, այսինքն ոչ մեծ ծանրության, միջին ծանրության հանցանքները, որոնք որ արվել են, որոնցով մարդիկ բնական է դա չի կարող վերաբերվել մարդասպաններին, ծանր չգիտեմ։ Մեկ խնդիր էլ էս մասով բարձրաձայնեմ, օրինակ հարկայինի հետ կապված հարցերը, Հանրապետություն կուսակցությունը բազմիցս բարձրաձայնել է հարկային ոլորտում, օրինակ այս կոշտ քաղաքականության խնդիրը, երբ օրինակ հարկ վճարողների նկատմամբ նախաձեռնվում են քրեական վարույթներ, որի արդյունքում բիզնեսներ են փակվում, դժվարանում են ընդհանրապես չեն կարողանում հարկ վճարել։ Այո, այսինքն եւ այդտեղ մենք գործ ունենք շատ դեպքերում նաեւ լիազորությունների վերազանցման հետ քննիչների, բայց քանի որ պետական մոտեցումը նա է, որ ամեն գնով պետք է հարկերը հավաքագրվեն բյուջե, այսինքն շատ դեպքերում նաև քննիչների անօրինական գործողությունների նկատմամբ կարող է պետականորեն աչք փակվել։ Հիմա համաներման շրջանակներում օրինակ կարելի է համաներում կիրառել նաև հարկ վճարողների նկատմամբ, որոնք օրինակ թույլ են տվել կամ ենթադրաբար ուրեմն ենթադրաբար թույլ են տրվել հարկային որոշակի իրավախախտումներ եւ այս մարդկանց նկատմամբ դրսեւորել բարեսիրտ վերաբերմունք, որպեսզի մարդիկ աշխատեն, աշխատատեղ ապահովեն եւ բարիք ստեղծեն։ Որպեսզի կարողանան հարկ վճարել։ Պետությունը շնչի, այո, որովհետեւ վերջին հաշվով եթե բիզնեսը մենք խեղճացնում ենք բիզնեսմեններին, բիզնեսին,
դա օգուտ չի բերելու եւ ասեմ ձեզ Հանրապետություն կուսակցության ղեկավարը Արամ Սարգսյանը առանձնանում է իր բիզնես մտածողությամբ, իր տնտեսական գիտելիքներով եւ այս խնդիրներին բազմիցս իր հրապարակային ելույթներում անդրադարձել է հարկային քաղաքականությունը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսին ուղղված հարկային բայց ոչ այսչափ կոշտ, սա մեր մոտեցումն է, այո։ Ես ուզում եմ այստեղ հիշեցնել Արամ Սարգսյանի շատ հայտնի խոսքը, ոչ թե պետք է հարկերը բարձրացնել, այլ հարկատուների թիվը մեծացնել։ Դատարանների մասով դա իմ ցավոտ կողմն, ինչպես իմ այնպես էլ պետական համակարգի, տեսեք, այսքան տարի գործող իշխանությունները չկարողացան վերջի վերջո հասնել դատական համակարգի բարեփոխմանը։ Ճիշտ է, դրական տեղաշարժեր կան, շատ մարդիկ լցկեցին իրենց տեղերը։ Այսօր դատական համակարգում պաշտոնավարում են, այսինքն հաստիկները դատավորի 285-ն են, Տիկին Ադամյան։ Ամբողջ Հայաստանով մեկ։ Քիչ չի։ Քիչը միջազգային ստանդարտներին համապատասխան քիչ է, իհարկե, բայց այդտեղ խնդիրը նաև քանակի մեջ չէ, մարդկանց արդարամտության, մարդկանց արդար դատողության մասին է խոսքը։ Դատական համակարգը չի ձերբազատվել դեռևս այնպիսի մարդկանցից, ովքեր այդտեղ գտնվելու իրավունք չունեն։ Ասեմ ձեզ ավելին, օրինակ վեթինգի գաղափարին վեթինգը արդյունքը չտվեց մեծ հաշվով, Տիկին Ադամյան։ Վեթինգ ասում ենք բազմաթիվ դատավորներ նախկինում իրանց անունը շրջանառվել էր կոռուպցիոն արարքներով եւ շարունակում են պաշտոնավարել։ Այսօր պրակտիկ գործունեություն իրականացնող պրոֆեսիոնալ ցանկացած փաստաբանի հետ եթե զրուցեք, ինքը կարող է sense մի հատ ցուցակ բերել ներկայացնել ու ասել օրինակ, այս դատավորները անուններով ցուցակով։ Այդ թվում նաև ես, թե այս դատավորներից որոնք պետք է պարզապես դադարեցնեն իրենց պաշտոնավարումը եւ որոնք պետք է ուղիղ դատական նիստերի դալիճից ձեռնաշղթաներով ուղեկցվեն դեպի քրեակատարողական հիմնարկ։ Ու քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում կոռումպացված վատ դատավորներ տարին գոնե 1-2 դատավոր չի դատապարտվել ազատազրկման կոռուպցիոն բնույթի արարքի համար, դատական համակարգը չի ուղղվելու։ Մենք ունենք նման որևէ դեպք։ Ես չգիտեմ այդպիսի դեպք։ Լինում են դեպքեր, որ կալանավորվում են, հետո այլ հիմքերով Այստեղ հակակոռուպցիոն կոմիտեներ ունի։ Ասեմ ձեզ ավելին, կան դեպքեր, երբ որ հայտնի դատավորները, որոնք կոռուպցիոն հեղինակություն ունեցող դատավորները ոչ թե ենթարկվում են պատասխանատվության, այլ պետությունը այնքան է տարաժամկետում, այնքան է ձգձգվում, վաղեմության ժամկետն է լրանում։ Վաղեմության չէ, մարդը գնում մահանում է, պրծնում է արդեն, գնում հավասարվում է 1000 տարվա մեռելներին։ Շատ մխիթարական պատկեր ներկայացրեցիք։ Դատական համակարգը ունի շատ խոցելի համակարգ է, ինքը իր բնույթով շատ զավեշտալիորեն շատ նման է նաև եկեղեցու համակարգ, ինքը փակ համակարգ է։ Եվ իր վերափոխումը պետք է տեղի ունենա ներսից, պետք է այնտեղ աշխատեն մարդիկ, վարքականոններ նկատի ունեք։ Ոչ միայն վարքագծի, այո, արդարադատության իրականացման։ Դա եմ ասում։ Պետք է աշխատեն մարդիկ, հատկապես վերադասացյաններում, ովքեր իզորու են իրականացնել իրական արդարադատություն, եւ այն նոր նշանակված դատավորները երիտասարդ, որ աշխատում են օրինակ, որոնք նախկինում օրինակ եղել են վատ հեղինակություն համբավ ունեցող դատավորների օգնական եւ հիմա ստիպված, քանի որ չկա այդ կադրային բազան, իրանք են դարձել դատավորներ եւ այլ, որ այդ դատավորները, նորաթուխ դատավորները, երիտասարդները իրենց կարիերան կառուցեն առողջ մթնոլորտում, առողջ դատողությամբ եւ արդարամտությամբ, որպեսզի մարդիկ այն արդարադատություն իրականացնեն ֆեմիդայի սկզբունքով, աչքերը փակ, մի ձեռքը նժարը, մի ձեռքը սուրը եւ չճանաչեն այդ արդարադատություն իրականացնելիս ոչ ծանոթ, ոչ բարեկամ, ոչ անձնական շահ։ Այդ դեպքում մենք ունենանք արդար համակարգ, արդարադատության համակարգ։ Ձեր գնահատականով մեզ պակասում է ժամանակը, մեզ պակասում են իրավական գիտելիքները, թե մեզ պակասում է այնուամենայնիվ համակարգ փոխելու քաղաքական կամքը։ Մեզ բացակայում է բոլոր դեպքերում այդ մասին խոսում ենք, ու հետո էլի խոսում ենք։ Չենք հասնում երկրի։ Մեզ բացակայում է վճռականությունը։ Այնուհետև կամքի խնդիրը։ Ես կարծում եմ այո, համակարգը այնքան է
ճահճացած, որ այդտեղ գլուխ անելը շատ դժվար է լինելու, առավել ևս բոլորի հետ փոխկապակցված են։ Ես ձեզ մի գաղտնիք էլ բացահայտեմ, որոշակի հարային սեկտորում աշխատող ՀԿ-ների ղեկավարներից շատերը ինձ մոտ անձամբ արտահայտվել են, որ մեզ մոտ տպավորություն է, որ մենք գործ ունենք ոչ թե 18-ից հետո գործող դատական իշխանության հետ, այլ գործ ունենք օրինակ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ձևավորված դատական համակարգի հետ։ Եվ դատավորներին նշանակում էր նախագահը, չէ՞։ Ոչ միայն նշանակում է, երբ յուրաքանչյուր դատավորի վրա կային, այսպես ասած, միջոցներ, կոմպրոմատներ եւ ըստ անհրաժեշտության այդ գործիքակազմը կիրառվում էր։ Վճիռներ ընդունելու ժամանակ։ Ես դա կհասկանամ, եթե մենք գործ ունենանք պետական շահի հետ։ Ճիշտ է, վատ բան եմ ասում, իրապես սա էլ չպետք է տեղ ունենա արդարադատության համակարգում։ Բայց եթե մենք գործ ունենք պետական շահի հետ եւ արդյունքում, այսինքն օրինակ դատավորի ընկալման առումով իր կատարած արարքը եթե անգամ ամբողջությամբ չի համապատասխանում օրենքին, բայց նպաստում է պետական շահի վերականգնմանը, ես այդտեղ կհասկանամ։ Բայց ես չեմ հասկանում, երբ երկու մասնավոր անձի միջև դատական վեճի արդյունքում դատարանը անձնական շահագրգռվածությամբ օրինակ մեկ կողմին է, այնտեղ կողմերից մեկին է պաշտպանում։ Հիմա մարդիկ կարող են ասել՝ ուրա տենց փաստ, բերեք փաստերը ներկայացրեք, բայց կա նաև հանրային ընկալում։ Սա իմ գնահատողական դատողություններն են, ցանկանում եմ այս մասով նշեմ, որ չգան ասենզր պատմում։ Սրանք իմ գնահատողական դատողություններն են, ես որպես ազատ քաղաքացի իրավունք ունեմ տալ իմ գնահատականը դատական համակարգին։ Հրաշալի է, ես այնուամենայնիվ ուզում եմ արձանագրել կամ ավելի ճիշտ ձեզ դարձյալ տանել դեպի քաղաքականություն եւ արձանագրել, որ 2026-ի ընտրությունների իր նախընտրական ծրագրում Հանրապետություն կուսակցությունը ներկայացնելու է դատական համակարգի ժամանակի պահանջներին համապատասխան քաղաքացու վստահությունը, քաղաքացու իր պետության մեջ պաշտպանվածությունը ապահովող ծրագիր եւ այդ ծրագրին քվեարկելու պարագայում մարդը այո կարող է այս երկրում այդ բոլոր խնդիրներից գոնե որ իրեն պաշտպանված զգա, ամենայն դեպս այն համոզմունքը այնուամենայնիվ ունենա, որ երբ հանրապետությունը գա իշխանության, դատական համակարգում փոփոխությունների մասին անվերջ չեն խոսելու, լինելու են քայլեր։ Ես չեմ կարծում, որ 5 տարում, ցավոք, 5 տարում հնարավոր է այդ համակարգը բերել կատարյալ վիճակի։ Ամենայն դեպս այնպիսի վիճակի, երբ քաղաքացին կամ որևէ մեկը ձեր ասածի պես չհայտնվի այդ համակարգում ու դրանից հետո հայտնվի այն աշխարհում որոշակի, ասենք, հանգուցալուծում չստացած հարցերով։ Ես այդ համոզմունքը, այդ վստահությունը ուզում եմ այնուամենայնիվ մենք երկուստ է արձանագրենք, որովհետև այն փոփոխությունները, այն քննարկումները, որ կուսակցությունում եղել են ու այն հանրագումարին, որ մենք հանգում ենք այդ ծրագրում, չգիտեմ, ես չափազանց լավատես կամ չափազանց հոռետես երբեք չեմ եղել, իրատես եմ բոլոր հանգամանքներում, ինձ ամենայն դեպս այդ հույսերը ներշնչել են։ Շատ լավ, ես համակարծիք եմ ձեզ հետ, այո, մենք պետք է հանրությանը 2026-ին առաջարկենք մեր վճռականությունը կատարելու այդ բարեփոխումները, գնալու շեշտակի, եթե ոչ նաև երբեմն նաև ռիսկային քայլերի։ Շատ շեշտակի, մենք չպետք է, տեսեք, ես այսօր շատ սուր ի վերջո Ալեքսանդր Մակեդոնացին ոնց Գորջան հանգույցը ես այսօր շատ սուր հայտարարություններ արեցի, կարծում եմ, բայց ես կարծում եմ նաև չպետք է վախենալ իրականությունը եւ ճշմարտությունը բարձրաձայնելուց, այո, որովհետեւ ամեն դեպքում գիտեք, գործ քաղաքականություն, մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ պետք է գլուխդ բարձր դուրս գաս փողոց եւ չպետք է մարդկանց առջեւ ամաչես։ Եվ այո, Հանրապետություն կուսակցությունը ունի այդ կամքը, այդ վճռականությունը գնալու շեշտակի փոփոխությունների, ռեֆորմների, իրական ռեֆորմների։ Այս մի տեղեկությունն էլ հանրության գիտություն ուզում եմ ասել, որ
ներկայումս սահմանադրական փոփոխությունների նախագծում, օրինակ վերջին նիստերից մեկի ժամանակ խորհրդի առաջարկվեց եւ կողմ քվեարկվեց դատախազության վերաբերող սահմանադրաիրավական նորմերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը եւ այդ մասով դրական տեղաշարժեր կա օրինակ դատախազության համակարգում իգիտություն հանրության ուզում եմ հայտնել, որ ձևավորվելու է գլխավոր դատախազական խորհուրդը, որը զբաղվելու է ինչ ֆունկցիաներ է ունենալու գործառույթների շրջանակում ներառված են թե գլխավոր դատախազի տեխնացուին ուրեմն ընտրելն ու ազգային ժողովին ներկայացնելը նրա տեխնացությունը, թե դատախազների պիտանեության ցուցակների կազմելը նրանց առաջ խաղացման ցուցակների կազմերը, թե բարևարքության, թե էթիկայի նորմերի վերաբերյալ այդ քննարկումները խորհուրդը բաղկացած է լինելու 10 անդամից, 5-ը լինելու են դատախազներ, 5-ը ընտրվելու են դատախազական համակարգից, 5-ը աստվածասինչյան հարցը, իսկ ովքեր են դատավորները, խորհրդի կազմը Խորհրդի կազմում 5-ը ընտրվելու են ազգային ժողովի կողմից եւ լինելու են որակավորված բարձր որակավորում ունեցող հեղինակություն ունեցող իրավաբաններ, որոշակի մասնագիտական ստաժ ունեցող իրավաբաններ եւ խորհուրդը կարծում եմ այդ խորհրդի ստեղծումը ինքնին կնպաստի դատախազական համակարգի գործունեության բարելավմանը, որովհետեւ այսօրվա դատախազությունը ազնվորեն ասեմ իմ դուրը չի գալիս դատախազությունը այսօր դարձել է Դուք մենակ չեք Դատախազությունը այսօր կարծես թե վերածվել է քննչական կոմիտեի քննիչների որոշումները դակողի ինչ որ կառույցի այո Այսինքն դատախազը իր դատախազական վերահսկողությունը միջդատական վարույթի նկատմամբ պետք է օբյեկտիվորեն իրականացնի, եթե անօրինական բան տեսնում է, պետք է վերացնի քննիչի որոշումը։ Այսօր էլի նույն են նախկին վատառողջ ռեժիմով միմյանց հետ համաձայնեցրած, փոխհամաձայնեցված աշխատանք է տեղի ունենում։ Բայց դատախազի ֆունկցիան դա չէ։ Մյուս փոփոխությունը ասեմ, ինչը վերաբերում է քննչական մարմիններին, այսա ինձ շատ մտահոգում է։ Ես դեմ եմ արտահայտվել ներկայացված նախագծին, ճիշտ է ներկայիս մեր սահմանադրությամբ եւս կա նորմ, որը վերաբերում է քննչական մարմիններին եւ առաջարկվող փոփոխությամբ, օրինակ քննչական կոմիտեի կազմում առաջարկ է արվում ընդգրկել նաեւ օպերատիվ ծառայություն իրականացնող մարմնին Այսինքն քննչական կոմիտեն ինքնին վերածվում է թե օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի, թե նախաքննություն իրականացնող մարմնի։ Սա շատ վտանգավոր է։ Իրավունքն էլ տանք։ Դե թող տան միանգամից, խնդիրը սա շատ ռիսկային է։ Այս նախադեպը կիրառվել է հակակոռուպցիոն կոմիտեի պարագայում, երբ օպերատիվ կառույցը եւ քննչականը միավորվել են։ Այնտեղ ես չգիտեմ որքանով է արդյունավետ գործում այս սխեման, բայց քննչական կոմիտեի պարագայում այս երևույթը շատ վատ հետևանքներ է ունենալու որովհետև մենք ըստ էության ստեղծելու ենք մի հատ ճակերտավոր sense են գիգանտ կառույց քննչական կոմիտե, որի դիմացն առնելը ստեղծված իրավիճակում լինելու է շատ դժվար։ Այսինքն հսկանալի կավե ոտքեր է ունենալու։ Փլուզման ենթակա։ Չէ, փլուզման ենթակա չէ, ինքը իր լիազորությունների մասշտաբն է հսկայական լինելու։ Տեսեք, երբ որ ձևավորվեց քննչական կոմիտեն որպես առանձին կառույց, կարծեմ 2013 թե 14 թվականին, դա մեկնաբանվեց, որ այդ կառույցը ձևավորվել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար այդ կառույցը ստեղծվեց։ Այդ կոմիտեում ընդգրկվեցին զինվորական քննչական վարչության ուրեմն վարչության քննիչները եւ ոստիկանության քննչական ծառայության չէ դատախազությունը եւ քննչական կոմիտեն առանձին մարմիններ են ես քննչական կոմիտեի մասին եմ խոսում հետագայում քննչական կոմիտեն համալրվեց նաեւ ԱԱՑ քննչական ծառայության քննիչներով այսինքն այդ ոլորտի այդ ոլորտի գործերը քննող քննիչները եւս ներգրավեցին կոմիտեում մաքսային հարկային ոլորտներում գործունեություն իրականացնող քննիչները ու այդպես շարունակ հասկանում եք մի հատ ձևավորվել է մի կառույց որը քննում է բոլոր այդ ինֆորմացիոն բազան որը
իր տեղը գտնում է քննչական կոմիտեում, դա դառնում է մեկ կառույցի ձեռքում դառնալու է անվերահսկելի մի կառույց։ Հիմա էլ որ օպերատիվ բլոկներ ենք տալիս, այսինքն առանց քրեական վարույթ նախաձեռնելու որոշակի օպերատիվ գործողություններ կատարելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձանց բերում մտցնում ենք ստեղ։ Այսինքն որպեսզի այդ կառույցը ինչ որ մեկին կոպիտ ասած հետապնդի, չակերտավոր, իրեն հարկավոր չի լինելու արդեն վարույթի նախաձեռնում կամ բան, այսինքն դա անելու է օպերատիվ բլոկի ձեռքով։ Սա միանշանակ տեղին չէ։ Քննչական կոմիտեն չպետք է իր մեջ ներառի օպերատիվ բլոկ, ավելին ասեմ, քննչական կոմիտեի այդ ստորաբաժանումները իմ կարծիքով, իմ մասնագիտական կարծիքով պետք է առանձնանան, պետք է լինեն այլ կառույցների կազմում։ Օրինակը հետևյալ ձևով մի հատ բերեմ, որպեսզի ավելի պատկերավոր լինի։ Ես արդեն պատկերացրեցի, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մեր ծրագրում թե դատախազության, թե ազգային անվտանգության ծառայության, թե քննչական, այդ բոլոր ֆունկցիաները պետք է հստակ տարաբաժանվեն, որովհետև այսօր մենք ունենք նաև մեկ այլ խնդիր, տեսեք, ազգային անվտանգության ծառայությանն են ենթարկում սահմանապահ զորքերը, բայց մենք ունենք պաշտպանության նախարարություն, եւ Աստված չանի որոշակի իրավիճակներ կարող են լինել, երբ ազգային անվտանգության ենթակայության տակ գտնվող սահմանապահները, ասենք ինչ որ հիպոթետիկ իրավիճակ վերցնենք ագրեսիայի պարագա, սահմանապահների աշխատանքը եւ պաշտպանության բանակի աշխատանքը, որը պաշտպանության նախարարությանն է ենթարկվում, այստեղ կարող է չստացվի, որտեղ իրենք տարբեր կառույցների ենթակա են, կատարում են նույն գործը, բայց ենթարկվում են տարբեր կառույցների։ Այստեղ շատ հստակ էլի պետք է ոչ թե մենք վերցնենք, որը ճիշտ է, որը ում հակով է, այսպես ասած, որ բաժանումներ են եղել, դուք քիչ առաջ հիշատակեցիք Աղվան Հովսեփյանին, ես էլ կարող եմ հիշատակել պաշտպանության նախարարությունը 2015 թվականին, ինչպես կազմավորվեց Վիգեն Սարգսյանի հակով, Սերժ Սարգսյանի հակով, տարբեր այս սխեմայից, այս կաղապարներից դուրս գանք եւ ռեալ իրավիճակայի հենց հիմա ստեղծված կառավարման օպտիմալ կառավարման տարբերակով փորձենք այդ բաժանումները կատարել։ Ես կարծում եմ դա գերանհրաժեշտություն է, որը հանրապետություն կուսակցության ծրագրում հստակ արտացոլված է լինելու։ Եվ այս փայլուն կետում եկեք այսօր ավարտենք մեր հաղորդումը, ես կարծում եմ, որ սա երրորդվելու, չորրորդվելու, Աստված գիտի որ երրորդվելու է, որովհետև հատման կետում մենք իրապես քննարկում ենք այն հարցերը, որոնք կենսական նշանակություն ունեն բոլորիս համար, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Եվ հանրապետության ներկայացրած ծրագրերը, հանրապետության ներկայացրած առաջարկները, հանրապետության բերած փոփոխությունները, այդ կենսականությունը, այդ յուրաքանչյուրիս պաշտպանվածությունը, յուրաքանչյուրիս իբրև անհատի մարդու զարգացվածությանը նպաստելու խնդիր ունեն, որովհետև մեր բոլորի խնդիրն է իսկապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Հատման կետում գտնվող մեզ հետ հատման կետում գտնվող սիրելի ունկնդիրներ, կարծում եմ այսօրվա մեր խոսակցությունը ձեզ ավելի շատ մտածելու տեղիք է տալու, որովհետև պարոն Առաքելյանի հետ քննարկած խնդիրները վերաբերում են, իսկապես վերաբերում են բոլորիս, եւ այս խնդիրները իրենց լուծումները հնարավորինս արագ ստանալու պարագայում պետության զարգացմանն են նպաստելու։ Խնդրում եմ, ներկայացրեք ձեր առաջարկները, լայքեք, տարածեք։ Հատման կետում այսօր ձեզ սիրով հրաժեշտ ենք տալիս, բայց նորից սպասում ենք ձեզ